Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մի հիվանդ կար Ղազարոս անունով Բեթանիայից, Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով ուտեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ սրա եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տեր, ահավասիկ, նա ում դու սիրում էիր հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այս հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո որդին փառավորվի»։ Հիսուս սիրում էր Մարիամին եւ նրա քրոջը Մարթային եւ Ղազարոսին։ Լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր։ Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտներն նրան ասացին. «Ռաբի, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել եւ նորից այնտեղ ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի, եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Աշակերտներն նրան ասացին. «Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուս նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որպեսզի դուք ինձ հավատաք։ Արդ եկեք գնանք նրա մոտ»։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ։ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր, շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց խնդրես, ուզես, Աստված քեզ կտա»։ Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի, եւ ով կենդանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս բանին»։ Նա ասաց նրան. «Այո, Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը Մարիամին եւ ասաց. «Վարդապետը եկել է եւ քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ եւ եկավ նրա մոտ։ Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան, որ Մարիամը վեր կացավ իսկույն ու գնաց, իրենք եւս նրա ետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս էր եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս էին, սաստիկ խռովվեց իր հոգում եւ ասաց. «Ուր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի եւ տես»։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսեք ինչքան էր սիրում նրան»։ Նրանցից ոմանք ասում էին. «Սա որ կույրի աչքերը բացեց, չէր կարող այնպես անել, որ սա չմեռներ»։ Հիսուս դարձյալ խռովելով ինքն իր մեջ եկավ գերեզման։ Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված, եւ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։
Մարթան մեռածի քույրը նրան ասաց. Տեր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև 4 օրվա է։ Հիսուս նրան ասաց. քեզ չասացի, եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը։ Երբ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց եւ ասաց. Հայր, գոհություն եմ հայտնում քեզ, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս ասում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր։ Եվ երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Ղազարոս, վեր կաց դուրս արի։ Եվ մեռելը ելավ, կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացրած եւ երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուս նրանց ասաց. արձակեք դրան եւ թողեք, որ գնա։ Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մոտ, երբ տեսան, ինչ որ Հիսուս արեց, հավատացին նրան։ Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Հիսուս արեց։ Հայտնի դրվագ է Ղազարոսի հարության դրվագը, 4 օրյա մեռած Ղազարոսին, ինչպես Քրիստոս գերեզմանից հարություն տվեց, նույնիսկ այն պարագային, երբ որ քույրը ասում էր արդեն հոտած կլինի, արդեն նեխած կլինի, թեև քույրն ասում էր հավատում եմ, որ դու Քրիստոսն ես, բայց չէր հավատում, որ կարա հոտած կամ նեխած մեռելը կենթանանա, հարություն առնի։ Այսօր Սուրբ Ծննդյան տոնի 6-րդ օրն է։ Սուրբ Ծնունդը հայոց եկեղեցին նշում է 8 օրեր շարունակ։ Երեքշաբթին Սուրբ Ծննդյան տոների վերջին օրն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է, որտեղ Սուրբ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ 8-րդ օրը ծննդից հետո Հիսուսին թլպատեցին երեխային եւ անունը դրեցին Հիսուս։ Այդ դա ամսի 13-ն է, 8-րդ օրը, եւ դրանով Սուրբ Ծննդյան տոները եզրափակվում են, սահմանափակվում է տոնակատարությունը։ Այսօր 6-րդ օրն է։ Ես մտածում էի եւ Աստվածային նախախնամությամբ այս անգամ, որտեվ միշտ չի որ 6-րդ օրը Կիրակի ալնում, այս տոնը շաբաթվա օրերի հետ կապված չի, հստակ ամսաթվի հետ է կապված, հունվարի 6-ի հետ, կարող է տարբեր օրեր լինել, բայց այս անգամ 6-րդ օրը Կիրակի էր եւ Ղազարոսի հարությունն էր։ Արարչագործության 6-րդ օրը, վերջին օրը, որ Աստված արարում էր աշխարհը, Աստված մարդուն ստեղծեց։ Իր ամբողջ արարչագործության ավարտին ամեն ինչ ստեղծեց, վերջացրեց, տիեզերքը, հողը, ջուրը, երկիրը, երկրագունդը, բուսականությունը, կենդանական աշխարհը ամենավերջում մարդուն ստեղծեց եւ մարդուն իշխան թագավոր կարգեց ողջ արարչագործության վրա։ Սա 6-րդ օրն էր։ 7-րդ օրը Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված հանգստացավ։ Բայց մենք հիմա խոսում ենք 8 օրերի մասին։ Ասում ենք Սուրբ Ծննդյան տոնը 8 օր ենք նշում։ Եկեղեցական հայրերն ասում են, որ 8-րդ օր էլ կա։ 8-րդ օրը այն օրն է, որը պիտի սկսի ու պիտի չավարտվի։ 8-րդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան օրն է։ Այսինքն ժամանակների վախճանն է եւ հավիտենականության սկիզբը։ Հավիտենականությունը կոչվում է 8-րդ օր։ Քրիստոս ծնվեց, որպեսզի մեզ բոլորիս արժանի անի 8-րդ օրվան, որպեսզի մենք ժառանգենք 8-րդ օրը, մտնենք 8-րդ օրվա մեջ, մտնենք հավիտենական կյանք։ Եվ այս Ղազարոսի հարության դրվագը շատ հետաքրքիր է։ Այս խորհրդանշումը մեռած մարդկության կենթանացումը։ Էնը լնենց մեռած, մեղքի մեջ նեխած ու փտած մարդկության կենթանացումը։ Եթե ուշադիր եղաք ընթերցված հատվածի մեջ,
Քրիստոսն աշակերտներին ասեց, ով որ լույս ունի, չի սայթաքում, ով որ լույս չունի, խավարի մեջ խարխափում է։ Հիսուս լույս ասելով ի նկատի չուներ աչքի ֆիզիկական լույսը, այլ Հիսուս ի նկատի ուներ հոգու լույսը, ով Քրիստոսի լույսով լուսավորված է այս աշխարհի մեջ, չի սայթաքում, ճիշտ է ընթանում, ճիշտ է գնում իր ճանապարհը, ով այդ լույսը չունի, խավարի մեջ խարխափում է, մեկ էս կողմա խփում իրան, մեկ այն կողմա խփում իրան, մեկ ընկնում է, մեկ կանգնում է, խավարի մեջ մարդը ինչ կարա անի, չի տեսնում ոչինչ, ոնց պիտի ճանապարհ գտնի գնալու, որովհետև լույս չունի։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է եւ Քրիստոսն եկավ աշխարհ, որպեսզի մենք լույս ունենանք։ Անցած կիրակի, որ կարդում էի Վեհափար Հայրապետի պատգամը Սուրբ Ծննդյան, հենց բնաբան այդպեսին էր, ասում է խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ։ Քրիստոսի ծննդյամբ խավարի մեջ գտնվող ժողովուրդը լուսավորվեց, որպեսզի լույսով ապրի, լույսով քայլի իր կյանքը։ Երբ մեռածի քույրը ասում էր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը հարություն կառներ։ Այսինքն ինքը մտածում էր, երբ որ եղբայրը հիվանդ էր, մահամերձ վիճակի մեջ էր, կամ իրենք լուր էին տվել Քրիստոսին, որ արի Ղազարոսի հիվանդը, արի մի ճար արա, մտածում էր, թե Հիսուսը իրենց հետ չէր, իրենց մոտ չէր։ Մենք էլ հաճախ մեր կյանքերում մտածում ենք, որ Աստված մեզ հետ լիներ, այսպես չէր լինի, որ Աստված մեզ հետ լիներ, Աստված միշտ մեզ հետ է, Աստված երբեք մեզանից բացակա չի։ Քրիստոս թեև կիլոմետրեր, տասնյակ կիլոմետրեր հեռու էր գտնվում այդ վայրից, ուր գտնում էր այդ Բեթանիա գյուղից, որտեղ գտնում էր Ղազարոսը, բայց Հիսուս ներկա էր։ Եվ աշակերտներին Հիսուսն ասեց, արդեն Ղազարոսը այնտեղ մեռավ, եկեք դե հիմա գնանք, որ Աստված փառավորվի, ինչով Ղազարոսի հարությամբ։ Այսինքն Հիսուս միշտ ներկա է։ Մենք ենք Հիսուսից բացակա։ Երբ որ մեզ թվում է, թե Աստված մեզ չի, ուրեմն մենք ենք հեռացել Աստծուց։ Իսկ ի՞նչն է մարդուն հեռացնում Աստծուց։ Մարդուն Աստծուց հեռացնում է միայն մեկ բան՝ մեղքը։ Ուրիշ բան մարդուն Աստծուց չի հեռացնում։ Երբ որ մենք ընկնում ենք մեղքերի մեջ, դադարում ենք աղոթել, դադարում ենք Աստծո հետ լինել, դադարում ենք եկեղեցի գնալ, պատարեքի մասնակցել, դադարում ենք ավետարան կարդալ, որովհետև այդ ամեն ինչը մեզ հանդիմանում է։ Մեր մեղավոր վիճակի մեջ մենք հանդիմանվում ենք եւ չենք ուզում հանդիմանվենք։ Երբ որ մեկի հանդեպ մենք սխալ պահվածք ենք ունենում կամ մեկի հանդեպ մեղք ենք գործում, մենք չենք ուզում այդ մարդու աչքին երևանք, որտեղ ամաչում ենք։ Ճիշտ այսպես էլ մեղքերը մեզ թույլ չեն տալիս, որ մենք Աստծո առաջ կանգնենք։ Խուսափում ենք։ Ադամն ու Եվան, երբ որ մեղք գործեցին, երբ որ Աստծո ոտնաձայնը լսեցին, դրախտում ինչ արեցին, թաքնվեցին ծառերի ետևում։ Մեղքը մեզ հեռացնում է Աստծուց, եւ մեզ էլ թվում է, թե Աստված մեզանից հեռացել է, բայց իրականում Աստված ներկա է։ Եվ ինչ է ասում։ Ասում է, դու եթե այստեղ լինեիր, այս ամեն ինչը չէր լինի։ Քրիստոսն ասում է, քո եղբայրը հարություն կառնի։ Ասում է, գիտեմ, լսել ենք, որ մի օր մեռելների հարություն պիտի լինի, այդ ժամանակ կառնի, չէ, ասում է, չէ, այդ մեռելների հարություն տվողը ես եմ, որ ստեղ եմ։ Եվ ինչ է ասում։ Ասում է, ես եմ հարությունը եւ կյանքը։ Քրիստոսն է հարությունը եւ կյանքը։ Ով Քրիստոս ունի, հարություն ունի եւ կյանք ունի, ով Քրիստոս չունի, հարություն եւ կյանք չունի։ Եվ ի վերջո պատմությունը գիտենք, եկավ Ղազարոսին գերեզմանից հանեց, 4 օրվա մեռածին հարություն տվեց։ Հիմա մարդը, որ մահանում է, կենսաբանական, ֆիզիկական մահը, մարմինն է մեռնում, մարմինը հողն ենք դնում։ Մարդը, երբ որ մեղք գործեց, անեծքի արժանացավ ոչ միայն մարդը, այլ ամբողջ արարչագործությունը, որտեղ Աստված ասաց, անիծյալ լինի քո արածի պատճառով երկիրը։ Իսկ
եկեղեցական հայրերն ասում են, որ արարչագործությունը տիեզերքը 4 տարից է բաղկացած։ 4 տար։ Հողը, ջուրը, օդը եւ հուրը, կրակը։ 4 տարերից է բաղկացած։ Եվ երբ որ անեծքի տակ ընկավ Ադամը, այս տարերը անիծվեցին, պղծվեցին եւ Քրիստոսն եկավ սրբագործեց սրանք։ Այս 4 օրյա մեռելի հարություն տվեց։ Եվ եկեղեցական հայրերն ասում են, Քրիստոսն իր մկրտությամբ ջուրը մաքրեց, գերեզման մտնելով հողը մաքրեց, բարձրանալով օդը մաքրեց, հուրը մաքրեց, համբարձվելով։ Հիմա այս 4 օրյա մեռելին հարություն տվեց Քրիստոս։ Ներսես շնորհալին, այսօր հենց երգում էինք ներսես շնորհալու երգը գիշերային ժամերգության ժամանակ, միտուն այս մասին էր։ Ինչ է ասում, ես թարգմանաբար ներկայացնեմ։ Ձայնեցիր Ղազարոսին, այսինքն ձայն տվեցիր Ղազարոսին, ինչ ասեց, ասեց Ղազարոս դուրս արի, եւ մեռելը գերեզմանից դուրս եկավ։ Ձայնեցիր Ղազարոսին, որով հույս տվեցիր մեռյալներին։ Չորեքորյա մեռյալի կենթանությամբ կենթանացան Ադամի սերունդները։ Վերջին փողի կյանքի ձայնով կանչեցիր սրանց այս հողից, քո հոր լուսավոր օթևաններում հանգչեցրու մեր ննջեցյալներին։ Ուրեմն եկեղեցական սուրբերն էլ հայրերն էլ այս դրվագի մեջ տեսնում են ոչ թե ուղղակի Ղազարոսի արությունը, այլ ընդհանրապես մարդկության փրկությունը, հարությունը, մեռած վիճակից գերեզմանից դուրս գալը։ Մենք դժգոհում ենք, մենք նեղվում ենք, մենք տրտնջում ենք, ասում ենք մեր շրջապատը մեր ուզածը չի, մեր գյուղը, մեր քաղաքը մեր ուզածը չի, մեր ժողովուրդը մեր ուզածը չի, մեր եկեղեցին մեր ուզածը չի, մեր իշխանությունը մեր ուզածը չի, ոչ մի բան մեր ուզածը չի։ Բայց մենք շատ հազվադեպ ենք կանգ առնում եւ ասում. իսկ ես իմ ուզածն եմ, այն ինչ որ ես պահանջում եմ իմ հարևանից, իմ ընկերոջից, իմ կնոջից, իմ զավակից, իմ ծնողից, իմ համայնքից, իմ գյուղից, իմ քաղաքից, իմ հայրենիքից, իմ երկրից, իմ եկեղեցուց, այն պահանջները, որ ես դնում եմ, այս բոլորի առաջ, իմ առաջ դնում եմ, գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի տարբերությունը աշխարհի բոլոր մեծամեծ մարդկանցից ինչ է եղել։ Հեղափոխությունները, հեղաշրջումները, մտածողները, իմաստասերները, փիլիսոփաները, տիրակալները ուզեցել են միշտ աշխարհը փոխեն դրսից, օրենքով։ Քրիստոսն ասեց, աշխարհը փոխվում է ներսից։ Մենք պիտի փոխվենք։ Մենք շատերից շատ բան ենք պահանջում։ Ասում ենք, վայ, ես օրենքները լինի, սենց կլինի, այն լինի, նենց կլինի, այն լինի, բայց մենք ներսից չենք ուզում փոխվենք։ Քիչ ենք մտածում այս մասին։ Մինչդեռ մի բան ունենք անելու։ Մենք մի բան պիտի անենք, մենք փոխվենք, մենք փոխվենք։ Գիտեք, հիմա ես հարց տամ ընդհանուր։ Մեր իրականության մեջ սերն է շատ թե ատելությունը։ Քրիստոսն ասեց սիրեք իրար։ Բա մենք պիտի խնդրենք Աստծուց, որ այդ սերը շնորհի մեզ եւ փորձենք սիրել իրար։ Մի մարդ Սուրբ Հորը վանականին հարցնում ասում է. Սուրբ Հայր, ես չեմ կարողանում, ես մենակ կարող եմ սիրել այն մարդկանց, որոնք ինձ են սիրում։ Որոնք ինձ չեն սիրում, ես իրանց չեմ կարողանում սիրել։ Ասում է, որտեղ դա սեր չի, դա փոխադարձություն է։ Ինքը քեզ մի բան, դու իրան մի բան։ Բա ասում է, սերը ո՞րն է։ Ասում է, սերը այն է,
երբ որ դու լուսավորվում ես ու փայլում ես, անկախ նրանից քեզ մեկը նայում է թե չի նայում։ Մեջիցդ լույս ա ճառագում։ Դու սկսում ես փայլել առանց որևէ մեկի համար լինելու։ Ուղղակի քո մեջից բխում է այդ լույսը։ Մեկի համար չի։ Քո ներսը այդպիսին է։ Այսինքն լցված ես աստվածային սիրով եւ այդ սերը հորդում է։ Այդ սերը ուղղված չի կոնկրետ մեկին։ Այլ այդ սերը դու ես։ Ինչպես ավետարանն ասում, Աստված սեր է։ Աստծուց սեր է հորդում։ Մենք բոլորս գիտենք, որ Աստծուց սեր է հորդում, որտեղ մենք արժանի չենք ապրելու։ Ես արժանի չի ապրելու։ Իմ մեղքերի, իմ սխալների, իմ անօրենությունների համար 100 անգամ պիտի արդեն գոյություն չունենայի, բայց Աստված այնքան է սիրում, որ դեռ թույլ է տալիս ապրենք։ Աստված ուզում է, որ մենք այսպես փոխվենք։ Եթե մենք սենց փոխվենք, հասարակությունը կփոխվի։ Ոչ միայն հասարակությունը կփոխվի, երբեմն ոմանք հորետեսական վատատեսություն ունեն, ասում են մենակ ինձանով բան չի ստացվի, մենակ ես անեմ, բա որ մնացածը ինչ է փոխվելու։ Շատ բան է փոխվելու։ Մի բար ծովի ափով քայլում է, առավոտ շուտ, լուսաբացին։ Ալիքը շատ ձկներ է շպրտել ավազի վրա, հազարավոր ձկներ կան ավազի վրա։ Այս մարդը սկսում է ձկներին մեկ-մեկ վերցնել, նետել ծովը, որ փրկի։ Մի ուրիշ մեկը կողքով անցնելուց ասում է անօգուտ գործ ես անում։ Մեկը արածը այս հազարների մեջ մի քանի հատին որ փրկեցին, ինչ իմաստ ունի, մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվելու։ Այս մարդն ասում է այո, ճիշտ ես ասում, մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու, բայց մի հատ ձուկ է վերցնում, ասում է բայց այս ձկան համար շատ բան է փոխվում, ու գցում է ջուրը։ Այդ մեկը շատ կարևոր է։ Քրիստոսն եկավ մի հատ կորած ոչխարի համար։ Քրիստոսն ուզում է, որ մի մարդ փոխվի։ Եվ այդ մի մարդը ես եմ։ Այդ մի մարդը դու ես։ Քրիստոսն ուզում է, որ մենք հարություն առնենք, սրա համար է ծնվել Քրիստոս։ Քրիստոսն ուզում է, որ մենք այս աշխարհից վերև բարձրանանք, որ մենք հողին կպած չապրենք, որ մենք երկնքին մեր հայացքն ուղղած ապրենք, որ մենք հողով չապրենք, այսինքն երկրով չապրենք, որ մենք Աստծով ապրենք մեր կյանքը։ Էս է ուզում Քրիստոսը։ Մենք էլ ենք ուզում, բայց չենք ուզում, որ մենք անենք, ուզում ենք, որ մեր շրջապատը բոլորը այդպես անեն, բացի մեզանից։ Չի լինում այդպես։ Չի լինում այդպես։ Մենակ մենք պիտի անենք, ուրիշ մեկը պիտի չանի։ Եվ երբ որ դու փոխվում ես, քո ներսից սեր է հորդում, արդեն ամեն ինչ փոխվում է։ Աշխարհի նկատմամբ քո հայացքն է փոխվում, աշխարհն է փոխվում քեզ համար։ Դու սկսում ես ուրիշ հայացքով նայել աշխարհին։ Ճիշտ են պատմության նման, որ մի երիտասարդ մոտենում է քաղաքի դարպասներին, ծերունին նստած ասում է, հայրիկ, այս քաղաքում չար մարդիկ են ապրում, թե բարի։ Այս ծերունին ասում է, այն քաղաքը, որտեղից դու եկար, այնտեղ ինչ տեսակի մարդիկ էին ապրում, ասում է, այնտեղի մարդիկ շատ չար էին, ասում է, այստեղի մարդիկ ավելի չար են։ Մի ժամ հետո մի ուրիշ երիտասարդ է մոտենում, ասում է, հայրիկ, այս քաղաքի մարդիկ բարի են, թե չար։ Ասում է, որտեղից դու գալիս ես, այնտեղի մարդիկ ինչպիսին էին, ասում է, շատ բարի էին, ասում է, այստեղի մարդիկ ավելի բարի էին։ Մի վաճառական մոտենում է ծերունուն, ասում է, ինչի՞ ես այդ երիտասարդներին խաբում։ Ասում է, ինչ եմ խաբել։ Ասում է, նույն հարցը տվեցին, հակառակ պատասխաններ տվեցին։ Ասում է, չեմ խաբել։ Ում ներսի ինչ կա, այն էլ ինքը տեսնում է աշխարհի մեջ։ Ում մեջ լույս կա, ինքը լույս է տեսնում աշխարհի մեջ։ Ով բարի է, ինքը բարություն է տեսնում աշխարհի մեջ։ Ում մեջ սեր կա, ինքը սեր է տեսնում աշխարհի մեջ։ Այսինքն ներսից է բխում։ Արտաքին աշխարհը, մեր շրջապատող աշխարհը, մեր ներսի արտացոլանքն է։ Մեր ներսը ինչպիսին է, մենք այդպես էլ այդ պրիզմայով էլ, այդ ակնոցներով էլ նայում ենք աշխարհին։ Եթե մեր ներսը լցված է խավարով ու չարությամբ, մենք այդ աշխարհի մեջ խավարն ու չարիքն ենք տեսնում։ Եթե մեր ներսը լցված է սիրով ու բարությամբ,
Մենք աշխարհի մեջ սերն ու բարությունն ենք տեսնում եւ Քրիստոս սրա համար է եկել։ Եվ այս կյանքը տրված է ամեն մեկից, մեկին 30 տարի, մեկին 50, մեկին 80, մեկին 100 տարի, այդ բանին հասնելու համար, որ մեր ներսը լցվի լույսով եւ սիրով։ Քրիստոս սրա համար է եկել, որ մենք մեռած վիճակից, մարմնավոր վիճակից հարություն առնենք այս կյանքի ընթացքում, հասնենք հոգևոր վիճակի եւ արժանանանք երկնքի արքայությանը։ Ուրիշ բանի համար չծնվեց Քրիստոս։ Ասում է ես եմ հարությունը եւ կյանքը։ Ես եկել եմ, որ դուք հարություն առնեք եւ կյանք ունենաք եւ առավել եւս կյանք ունենաք։ Հարությունը այստեղ է սկսում։ Հանդերձյալի հարության մասին չի խոսքը։ Ով որ ստեղ հարություն չառավ, հանդերձյալում հարություն չի առնի։ Ով որ ստեղ Աստծուն չսիրեց, հանդերձյալում Աստծուն չի սիրի։ Ով որ ստեղ սիրով չլցվեց, չի կարող հանդերձյալ սիրո թագավորություն մտնի։ Իսկ դա խոսք չի։ Դա կյանք է։ Եթե ապրում ես եւ ցավ ես քաշում մի անծանոթ մարդու համար, որի մասին լսեցիր, որ ինքը նեղության մեջ է, վշտի մեջ է, հիվանդության մեջ է, ցավի մեջ է, եւ դու անհանգստանում ես, սկսում ես իր համար աղոթել, ինչ որ բանով փորձել այդ մարդու վիշտը, ցավը, նեղությունը թեթևացնել, ուրեմն սեր կա մեջդ։ Եթե անտարբեր ես, նույնիսկ քո ընտանիքի անդամի ցավի ու վշտի ու տառապանքի հանդեպ, ուրեմն սեր չկա մեջդ։ Առաքյալն ասում է, Աստծո նկատմամբ ձեր սերը պիտի երևա իրար հանդեպ ունեցած սիրուց։ Ասում է կեղծավոր, ինչպես է սիրում անտեսանելի Աստծուն, երբ որ քո տեսանելի եղբորը չես սիրում։ Սիրիր քո տեսանելի եղբորը, որպեսզի այդ սիրով ապացուցես, որ դու նաև Աստծուն ես սիրում։ Սրա համար է Քրիստոսն աշխարհ եկել, ուրիշ բանի համար չի եկել։ Քրիստոսն աշխարհ է եկել կոնկրետ ինձ համար, կոնկրետ քեզ համար, կոնկրետ յուրաքանչյուրիս համար, ոչ թե եկել է մեզանից դուրս բոլորի համար, չէ, ինձ համար է եկել, եւ ինձ հետ է խոսում, եւ ուզում է, որ ես հարություն առնեմ, ուզում է, որ ես մեռած տեղից, մեղքի գերեզմանից, մեղքի կապանքներից արձակվեմ, եւ ասի քայլի, քայլի կյանքի ճանապարհներով, քայլի լույսի ճանապարհներով, խավարից լույսի արի եւ լույս ունեցի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրինակ հայտնությունը Քրիստոսի մեզ եւ ձեզ մեծ ավետը։